կեսաբանական զենք է։ Այն հատուկ դեմքով են Բարգավաճեն ջայլը, որ ասում է թե զորքին հավքել էինք, որ գնայինք զոհվենք։ Շատ երեխություն ռազմաճակատ գնալուց դու ինչ էիր ուզում անեիր, սեքս անեիր։ Հաց ուտեիր։ Հարգելի բարեկամներ, միշտ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալ ենք։ Անուշիկին եմ ուզում, բարև ձեզ։ Ճիշտ չեք զանգել։ Ոչ ճիշտ չեմ զանգել։ Այդ Անուշիկին ասեք, այդ փչացածին, ես իրա հեռախոսի համարը իմ ամուսնու հեռախոսից եմ վերցրել։ Ես իրան կբացահայտեմ ու կթաղեմ սախ-սախ։ Աղջիկ ջան, դուք լավի ուրիշ մարդ ես բանքի, ինչ անուշիկ։ Բաց էր հեռախոսի համար, ոնց ուրիշ մարդու եմ զանգել, հեռախոսի համարը ամուսնուս հեռախոսի մեջ գրված է Անուշիկ։ SMS-ները բացել եմ, կարդացել եմ։ Ինչ անուշիկ, ինչ բան։ Ես շատ լավ գիտեմ ում եմ զանգել։ Ո՞ւմ եք զանգել։ Անուշիկին եմ զանգել։ Ինչ անուշիկ, ասեմ մտած մարդ չկա այդ համարիտ, կարող է զորովա։ Լավ չեք տուգել ուրեմն։ Ո՞վ է ձեր ամուսին, դրեմա ձեր ամուսին պատյանները ասեք։ Ինչ տվյալներ պետք է ասեմ, Վարդան է անունը։ Ո՞վ է ձեր ամուսինը, Վարդան է անունը։ Ինչ արձանը ինչ է։ Հիմա ես չեմ զանգել ձեզ իմ ամուսնու տվյալները ասելու, ես զանգել եմ Անուշիկին ասեմ, որ այդ փչացածը գործ չունենա ամուսնացած տղամարդու հետ։ Ուրեմն եթե դեռ ասում եմ, դրանից հետո հանգած է համարով կզանգեք։ Ինչ Անուշիկի մասին ասում, դուք ով եք, հատնականը պետք է գնաք դուք ով եք, հələ պարզեմ ձեր ինքնությունը։ Դուք պարզեք իմ ինքնությունը։ Ինչ։ Դուք պարզեք իմ ինքնությունը։ Հա, ես պարզեմ ձեր ինքնությունը, մտենան դուք ով եք։ Պարզեք։ Ով է ձեր ամուսինը, ով է Վարդանը։ Այսինքն ով է Վարդանը, իսկ ով է Անուշիկը։ Գիտեմ ով եք զանգել։ Ում եմ զանգել։ Ում եմ զանգել։ Ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանին եք զանգել։ Ով եք դուք, դա ասեք տենամ։ Ոնց Գևորգ Պետրոսյանին։ Ասեմ արքային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ եք իմանալու խոս։ Ով եք դուք, հələ ձեր ամուսինով, դա ասեք տենամ այդ ով է։ Մի րոպե ես հիմա համարը կնայեմ նորից ամեն դեպքում։ Դժվար ես Գևորգ Պետրոսյանին զանգած լինեմ։ Ես ձեր խոսքերին հավատալու հիմք չունեմ։ Ես ձեր խոսքերին հավատալու հիմք չունեմ։ Հիմա եթե հիմք չունեք, հենց հիմա դիտել զանոք արեք։ Շատ լավ, շատ լավ։